Ինչպես ընտրել և պահպանել բանանը։ Բանանի բաղադրությունը, պնդությունը, համը և գույնը ժամանակի ընթացքում փոխվում են։ Երբ այն հասունանում է, բանանի մեջ պարունակվող օսլան վերածվում է շաքարի և բանանին տալիս է այլ բույր և կառուցվածք։ Երբ բանանը բաց դեղին է և ծայրերը կանաչավուն, այն պետք է օգտագործել 4-ից 6 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում այն հասունանում է, այն ունի սուր համ, հաճելի բույր և պինդ կառուցվածք։ Երբ բանանի մաշկը դեղին է, այն ճիշտ հասունացման մեջ է և պետք է օգտագործել 2-ից 4 օրում։ Այս դեպքում բանանի համը մեղմ է, բույրը նուրբ, իսկ կառուցվածքը փափուկ։ Երբ բանանի մաշկը լավ դեղին է և պտավոր, այն լրիվ հասունացած է և պետք է ուտել 2 օրում։ Բանանի համը քաղցր է, հոտը ուժեղ արտահայտված և ուտելիս հալչում է բերանում։ Իսկ ինչպես պահպանել բանանը, որ շուտ չփչանա։ Բանանը չի սիրում սառը ջերմաստիճանը, այն պետք չէ դնել սառնարան և պահել 13 աստիճանից պակաս ջերմություն ունեցող տեղ։ Բանանը շատ քմահաճ է և չի սիրում նաև ուժեղ շոգը և տաքությունը։ 25 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում այն փափկում է և մաշկը պայթում։ Իդեալական ջերմաստիճանը բանանը պահպանելու համար 18-ից 20 աստիճանն է։ Այն շատ հաճելի է, երբ ուտում ենք թարմ վիճակում կամ համադրում ենք մրգային սալատի մեջ։ Աշխարհում ամեն տարի աճեցվում է 80 միլիոն տոննա բանան։ Այն ուտելը շատ հաճույք է պատճառում և փոքրերին, և մեծերին։ Բանանը սննդավոր է և շատ օգտակար։ Հարգելիներս, եթե ձեզ հետաքրքրում է իմ հաղորդումները, խնդրում եմ բաժանորդագրվել, գրել մեկնաբանություններ և հավանել։ Շնորհակալություն ուշադրության համար։ Առողջ եղեք։